Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վայ Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը։ Մենք խփում ենք նպատակակետին։ Լոռու մարզպետարանը մի քանի շաբաթ առաջ հրապարակեց մարզի 7 համայնքում ուսումնասիրության արդյունքները, որոնք անսպասելի չէին։ Հայտնաբերվել են նույնպիսի խախտումներ, ինչպես նախորդ տարիներին։ Տեղական հարկերի ու տուրքերի հաշվարկման անճշտություններ, գյուղապետերը ոչ միշտ են իրենց գործողությունները համաձայնեցրել ավականու հետ և այլն։ Որոշեցինք հասկանալ, թե ովքեր են կոչված վերահսկելու համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրումն ու ծախսերը։ Նախ զանգահարեցինք տարածքային կառավարման նախարարություն, մտածելով, որ այդ գերատեսչությունում կենտրոնացված կլինի ցուցանիշների միասնական բազան։ Սխալվել ենք։ Պարզվում է, համայնքային բյուջեների կատարումը ստուգում են վերահսկիչ պալատն ու մարզպետարանները, այն էլ ոչ պարբերաբար։ Արդյունքում բյուջեի կատարողականի պատասխանատուն դառնում են գյուղապետն ու ավականին, որի անդամներն ի դեպ շատ հաճախ հավանություն են տալիս համայնքի ղեկավարի ցանկացած որոշման։ Արմավիրի և Լոռու մարզի համայնքներում արձանագրված հիմնական խախտումները իմի է բերել Շուշանիկ Միրզոյանը։ Այժմ նրա օրենքը շրջանցելու հնարքները ռեպորտաժը։ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղն է։ Համայնքի բյուջեն հիմնականում ձևավորվում է գույքահարկից և հողի հարկից, աճուրդներից, համայնքային գույքի վարձակալումից ստացվող եկամուտները չնչին են։ Որքան պակասում են բյուջեի մուտքերը, այնքան քիչ են կատարում պարտադիր պարտականությունները։ Գյուղապետի խոսքով, գույքահարկի ու հողի հարկի գանձումը վերջին տարիներին ավելի է բարդացել։ Բերքը չի իրացվում։ Գյուղացիները վճարումները կատարում են ըստ հրատապության։ Այսօր գյուղացին աշխատում առաջի հերթին բերի լույսը, բանկը, հոսանքը, գազը, նոր ոռոգման ջուր, նոր խանութները, նոր հողի հարկ։ Համայնքի բյուջեն գոյանում է ոչ միայն տեղական տուրքերից ու հարկերից, այլև պետական դոտացիաներից։ Միջին և խոշոր համայնքներում դոտացիաները հիմնականում ուղղում են համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, շենքի պահպանմանն ու սպասարկմանը, իսկ հավաքած գումարներով գյուղամիջյան ճանապարհներ են նորոգում, լուսավորություն անցկացնում, աղբահանություն իրականացնում։ Սակայն փոքր համայնքներում որպես կանոն այդ աշխատանքների համար գումար չի մնում։ Մեծ համայնքներում էլ հավաքված գումարները չեն բավականացնում որոշ խնդիրների լուծմանը։ Կան համայնքներ գերակշիռ մասը գրեթե ամբողջությամբ, որոնց միջոցները չեն հերիքում բոլոր լիազորությունները իրականացնելու, իսկ համայնքների մի շատ զգալի մասը ընդհանրապես ոչ մի լիազորություն չի կատարում, որտեղ իրանց ունեցած միջոցները հերիքում են միայն աշխատակազմի պահպանման ծախսերին։ Սակայն արդյոք միշտ է այդպես։ Համայնքի բյուջեի ծախսերի արդյունավետությունը ուսումնասիրում են մարզպետարաններն ու վերահսկիչ պալատը։ Վերջերս Լոռու մարզպետարանի աշխատակիցները ուսումնասիրել են մի քանի համայնքապետարանի աշխատանք եւ ամենուր խախտումներ են հայտնաբերել։ Ասենք, հողերի օտարման նպատակով մրցութային հանձնաժողով չի ստեղծվել կամ օտարման որոշումը չի համաձայնեցվել ավականու հետ։ Հողերը վարձակալության են տրվել համապատասխան կարգի խախտմամբ։ Արձանագրվել են գույքահարկի և հողի հարկի ապարքներ։ Սա նշանակում է, որ եղել են նախորդ տարիների հարկերը չվճարած գյուղացիներ, իսկ գյուղապետարանի աշխատակիցները չեն բռնագանձել այդ գումարները։ Նույնպիսի եզրակացության է եկել նաև վերահսկիչ պալատը։ Որոշ մարզերում, այդ թվում Արմավիրում, ուսումնասիրելով համայնքների եկամուտների ծախսման արդյունավետությունը։ Բյուջեները պլանավորելիս որոշ տիմեր չեն ներկայացրել հողի հարկի և գույքահարկի ապարքների կառուցվածքը և չեն կատարել համեմատական վերլուծություն։ 2013 թվականին առաջացել է հողի հարկի 46 միլիոն 673 հազարի, իսկ գույքահարկի 18 միլիոն 663 700 դրամի ապարք։ Մի քանի համայնքում տներում խանութներ են գործում։ Շինությունների այդ հատվածների գործառնական նշանակությունը չի փոխվել և հարկ չի գանձվել։ Մարզի առանձին համայնք հողի հարկի և գույքահարկի բազաներում չի ներառել կազմակերպություններ, որոնց հողի և գույքահարկի գումարը 265,300 դրամ է։ Առանձին հողօգտագործողներ խախտել են պայմանագրային պարտավորությունները, արձանագրվել է պետբյուջե վերադարձման ենթակա 23 միլիոն 649,600 դրամի ապարքի և տույժի գումար։ Թերի են կատարում, բայց դե մարդուն էլ չես կարում ստիպես, որ բերի այդ գույքարկան, ասում ախպեր, ես իմ ավտոն համարն ես, հանձնել եմ, իմ ապրանքը այդում եմ հանդից, դաշտից, այդում եմ բերում եմ, ես այդ դրա համար փող տամ։ Գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը այս այգիներն ու դաշտերն են։ Նրանց ձեռքը գումար գալիս է տարին մեկ անգամ աշնանը, երբ բերքը իրացնում են։ Այս գործոնը հաշվի չի առնվում վճարումների ժամանակացույց կազմելիս։ Գումարը համ ապարքն է հաշվարկվում, համ տուժը, բայց մենք տուժը հետո մարդկանցից չեն գանձում, թողում ենք մոնոմա, մեր վրա մինուս ալնամ 2014 դրամ, փողապարք 1650 դրամ տուժ արդեն ես մարդու վրա մի տարվա համար։ Ասում եմ գյուղապետ ջան, ես բերել եմ իմ տարեկան հողից, հարկը տալիս եմ։
Այս դուժը ո՞րն է։ Եթե մարդը բերք ունի հանձնել է եւ փողը չի ստացել, ինչպես վճարի։ Սա բարոյական խնդիր է, որը պետք է լուծել բարոյական դաշտում։ Իրավական դաշտում այս խնդիրը լուծում չունի, որտեղ մեր իհարկե գույքարկը դրանք տնտեսական գործունեության հետ ոչ մի կապ չունի։ Գույքահարկը երբեք մուծելու։ Երկալի։ Եկե հարցը, հետո աստված Անցած տարվանից պարտք եք գույքահարկ։ 10 տարի парք է։ Արդեն մի 300,000 պարկ ունի այդ մարդը։ Ուտես մի 10-15 հոգի կան։ Ուրացնում ենք եկամուտային մասը եւ համապատասխանաբար Ռոմանայով ծախսային մասը, համայնքի ավագանին այդ մեծացված ծախսը եւ ոչ բոլորը ապահովող ծախսերը հաստատումը, համայնքի ղեկավարին հնարավորություն է տալի հետագայում անել ինչ ուզում է։ Որտեղ մեկամիջոցները բոլորին չի երիքից, եթե ռեալ բյուջեն ապահովվում է այն կարգով, ինչ կարգով ավականին հաստատել է։ Գյուղապետարաններում նշում են, որ բռնագանձման մասին չեն էլ մտածում, որովհետև գյուղացին կարող է թշնամանալ իրենց հետ։ Պետք է չգիտեմ էլի, այն ամենավերջի ձեռտասեղանին Խրուշովի նման, ասես վերջի կոպեկդ պետք է բերես տաս։ Գյուղացուն ասեք։ Հա։ Բայց այդ դեպքում իջալինում Դե արդեն դժգոհությունների ալիք է բարձրանամ։ Եթե համայնքի բյուջեի այս հոդվածների կատարումը վերահսկելի է, ապա սոցիալական դրամական աջակցության հարցում մասնագետները բազում կոռուպցիոն ռիսկեր են նկատում։ Այսպես, նախորդ տարի Արաքս գյուղում սոցիալական օգնություն է տրամադրվել ավականու որոշ անդամների ու համայնքապետարանի աշխատակիցների ընտանիքներին։ Պատկերը նույնն է գրեթե բոլոր գյուղերում։ Մասնագետը նշում է, որ դրամական օգնությանը հատկացվող բյուջետային միջոցները տարեստարի աճում են։ Որոշ գյուղապետեր այդպիսով ավելացնում են իրենց խնամի ծանոթ բարեկամներին աջակցության չափը, ոմանք էլ փորձում են լուծել գյուղի խնդիրները։ Դրա մեջ իհարկե ձեր ասած կոռուպցիոն ռիսկը կա, բայց նաև կա ոչ հստակ մեխանիզմով աշխատելու հետ կապված։ Օրինակ, երբ որ պետք է լինում մի հատ փոս քանդել արագ ու կպցնել կոտրված խողովակը, որպեսզի ջուր հասնի գյուղ, եթե նրանք փորձեն են ճանապարհով գնում անենով պետքա գա, ոնց պետք է անի, մեկ էքսկավատորի վրա գրում են, ասենք, օգնություն 20,000 դրամ, բերում են այդ փողը, առնում են այդ վառելիքը, արագ սարքում են գնում։ Հենց այս պահին, որ այդ 40,000 դրամը զանգել են, ավականի կնոջը վիրահատում են։ Իրանք է շատ վատ վիճակի մեջ են։ Հիմա ինչ անենք, ասենք այդ մարդուն էլ մարդի տեղ չդնենք։ Մի խոսքով խնդիրները շատ են, լուծման տարբերակը մեկը։ Պետք է եկամուտների ու ծախսերի համամասնություն լինի, եկամուտների ավելացում նախատեսվի։ Պետք է փորձենք Երևանից բացի տեսնել նաև կողքի բնակավայրերով։ Հակառակ դեպքում մարզերի զարգացումը կմնա անիրագործելի երազանք։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Ջրամատակարարման ընդհատումները մեզանում սովորական են դարձել։ Եթե տեղյակ եք ջրանջատումներից, Երևան ջուր ընկերությունից ստացել եք համապատասխան զգուշացում, ուրեմն շտապել եք ջուր հավաքել։ Եթե տեղյակ չեք եղել, բացել եք ծորակն ու շվարել։ Ինչ անել առանց ջրի։ Առաջին հայացքից զվարճալի այս նկարագրությունը համոզված եմ հանդիպել է գրեթե բոլորին ու զայրույթի պատճառ դարձել։ Ինչու նորոգման աշխատանքները չեն իրականացվում գիշերային ժամերին, հարցի պատասխանը չկա, իսկ արդարացումներ որքան ուզեք։ Բայց դրանից բնակչին պատճառված անհարմարությունները չեն նվազում։ Առավել զայրացնող է, երբ ջրանջատում է իրականացվում հանգստյան օրերին, բնակիչներին կանգնեցնելով տարբեր խնդիրների առաջ։ Թերևս սա է պատճառը, որ տասնյակ բողոքներ ենք ստանում սպառողներից, բայց վերջին նամակները պարզապես զարմանք ու տարակուսանք առաջացրին։ Շենգավիթի բնակիչները պատմում են, որ տեղեկանալով Կիրակի սպասվող ջրանջատման մասին, շաբաթ մինչև ուշ գիշեր տան գործերն են արել, հետո ջուր հավաքել։ Կիրակի սակայն ջուրը չի անջատվել։ Մեզ հազանգած քաղաքացիներից մեկն առաջարկում էր հաշվարկել, թե հավելյալ որքան եկամուտ կարող է ունենալ Երևան ջուրը, եթե օրինակ 1000 կամ 5000 բնակարանում ջուր հավաքեն ու չօգտագործեն։ Հազանգերի հետքերով գնացել է Սոնա Դանիելյանը։ Ներկայացնում եմ հնացած հնարքը, բայց եկամտաբեր տեսանյութը։ Աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ զրկված է կենարար այս հեղուկից օգտվելու հնարավորությունից։ Մինչդեռ մենք երբեմն ջրամատակարարմամբ զբաղվողների ոչ ճիշտ հաշվարկների պատճառով ստիպված ենք լինում այն, ինչպես ասում են, ջուրը լցնելու։ Խոսքն այսպես կոչված պլանային ջրանջատումների մասին է, երբ հաճախ զգուշացումները կեղծ են լինում, ինչի պատճառով ջուրն անտեղի վատնվում է, սպառողն էլ նյարդեր եւ գումար ծախսում։ Կիրակի հունիսի 12-ին մայրաքաղաքի մի քանի համայնքում ըստ Երևան ջուր ընկերության հաղորդագրության պլանային անջատում էր նախատեսված, ինչը բնակիչների պնդմամբ տեղի չի ունեցել եւ զայրացրել շատ սպառողների։ Արտաշիսյան փողոցի բնակիչներից մեկն անգամ մեծ տեսանյութ է ուղարկել բողոքելով ջրի անիմաստ հավաքած քանակի համար։ Բոլորս այսքան ջուր ենք հավաքել, այս պահին արդեն երեկոյան ուշ ժամն է ու մինչև այս պահը այդպես էլ ջուրը չկտրվեց։ Ստացվում է, որ քաղաքացիներին
խափում են եւ այսքան ջուրը մարդը հավաքում։ Բնականաբար ես այսքանը չեմ կարողանալու օգտագործել այն դեպքում, երբ որ ջրամատակարարումը անջատված չի, ստացվում է, որ ին վրա հավելյալ ջուր է վաճառվում, որը որ ես չեմ օգտագործելու։ Ինչ պիտի անեմ այս ջուրը անիմաստ տեղը ուղղակի պիտի թափեմ։ Քաղաքացին ուղարկել էր նաև ընկերության 185 կենտրոնի աշխատակցի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ընկերության աշխատակիցը փոխանակ սպառողից ներողություն խնդրելու պատճառված անհանգստության համար մի բան էլ զայրացնում է։ Ինչքան ջուր եք հավաքել։ Շատ ջուր ենք հավաքել, հարգելի։ Շատ, բայց ներողություն 1 տոննա չեք կարող, 1 խորանալ չեք կարող հավաքել։ Այսքանից հետո Երևան ջրից պնդում են, թե բողոքներ որպես այդպիսիք չեն ստացել։ Դրանք ընդամենը եղել են ջրամատակարարման ժամերի հետ կապված հարցումներ, ինչպես նաև հեռախոսազանգեր, որ չնայած նախազգուշացմանը ջրամատակարարումը չի դադարեցվել։ Արաբկիր համայնքից մեզ դիմաց այս քաղաքացին էլ է պնդում, ջուրն այդպես էլ չի անջատվել։ Նախազգուշացման պատճառով Կիրակ նորյա միջոցառում են հետաձգել, չնայած ծախսերին, իսկ քաղաքացը չեն օգտագործել, գերադասելով հոսող ջուրը։ Ուրբաթ օրը զանգահարեցին ջրմուղից եւ ասացին, որ պլանային ջրանջատում է լինելու, Կիրակի օրվա հետ կապված նախապես ամսաթիվ ասացին։ Դե մենք էլ բնականաբար հավաքեցինք բավականին քանակությամբ ջուր, որպեսզի բավականացնի դե Կիրակի օրը ընտանիքի բոլոր անդամները տանեն, ջուր շատ է օգտագործվելու։ Շենգավիցի այս սպառողներն էլ են բողոքում, որ հավաքած ջուրը ստիպված թափել են, այսինքն Երևան ջուրը նրանց պարտադրել է գնել մի ապրանք, որն այդ պահին պիտանի չի եղել։ Կիրակի օրը ձեզ մոտ հայտարարված էր, որ պետք է ջուրը անջատվեր։ Անջատվել է ջուրը։ Չէ, ո՞նց ենք հավաքում։ Հետո ինչ արեցիք այդ ջուրը։ Հատուցին գնաց ինչ։ Մոտավորապես կարող եք ասել ինչքան ջուր էիք հավաքել։ Ոտ մի 400 լիտր։ Իսկ մենք ուղին։ Այսինքն հենց այնպես թափում ենք այդ հավաքած ջուրը։ Հավաքած ջուրը ինչ պետք է անենք, բնականաբար այդքանը հավաքում ենք, շոչիկը լավ գրում է, հետո այդքանը հետ ենք լցնում, ոչ մի բան չենք կարող, դատարկում ենք ուղղակի։ Իրանք կուտակում են հաշվի չվերագրում, ավելի գումար են ուզում իրենց են վնաս տալու։ Ցանկալի է բնականաբար, որ ջրանջատումները կատարեն այն օրերին, որի ժամանակ մարդիկ աշխատանքի են։ Երևան ջուր ընկերությունում հարցազրույցից հրաժարվեցին սահմանափակվելով գրավոր պատասխաններով, ինչն ի դեպ կանխատեսելի էր։ Ըստ պարզաբանման պլանային ջրանջատումների մասին, որոնք երբեմն կարող են նաև վթարով պայմանավորված լինել, պարտավոր են սպառողներին 2 օր առաջ տեղեկացնել, ինչն էլ արել են։ Այդ մասին Բիլայնի կողմից համապատասխան հաղորդագրություն է ուղարկվել այդ տարածքների քաղաքային ֆիքսված հեռախոսակապ ունեցող բոլոր 34156 բաժանորդներին։ Ըստ Բիլայնի դրանցից 27172-ը լսել է հաղորդագրությունը։ Այնուամենայնիվ պարզաբանումից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչու հնարավոր չէր եւս մեկ օր սպասել, մինչև վթարը կվերականգնվեր, սպառողներին էլ ավելի քիչ անհանգստություն կպատճառվեր։ Պատասխանատուները պնդում են նաև, թե ջրամատակարարումը դադարեցվել է, սակայն իրենց մասնագետների շնորհիվ վերականգնվել է ժամկետից շուտ։ Ջրամատակարարումը դադարեցվել է բոլոր հայտարարված տարածքներում։ Ուրիշ է, որ ջրատարներում արկա ջուրը կախված ռելիեֆից բավարար է եղել որոշ վայրերում սպառողների կենցաղային կարիքները հոգալու համար։ Մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ձեզ հետաքրքրող մասը Ծարավաղբյուրից ջուր է ստանում մոտ 15 կիլոմետր երկարությամբ 800 մմ տրամագծով ջրատարից, որի մեջ մշտապես արկա է մոտ 10000 խորանարդ ջուր։ Տվյալ տարածքի ջրամատակարարումը դադարեցվել է ժամը 8:56-ին, իսկ վերսկսվել 13:41-ին։ Ընկերությունում փորձում են համոզել, թե նշված խողովակաշարի ջուրը 5 ժամում լիովին չի սպառվել, ինչն էլ տպավորություն է ստեղծել, թե մատակարարումը չի դադարեցվել։ Ստացվում է նաև, որ պլանային ջրանջատման ժամանակահատվածը սահմանվում է ոչ թե ըստ աշխատանքի ծավալների, այլ հենց այնպես, հակառակ դեպքում 5, անգամ 10 ժամվա աշխատանքի համար չէր հայտարարվի 24-ժամյա ջրանջատման մասին։ Անհանգիստ վիճակ ես, ինչքան է չլինի, ասում ես, վայ ջուր չի լինելու, ավելի լավ է պայն, բայց հետո որ տեսնում ենք, որ արդեն ջուր, վայ, դաժե զարմանում ենք, ասենք հայտարարեցին, բայց դուրս եկավ ճիշտ չէ։ Տարվա մեջ մի քանի անգամ 3-ից 4 անգամ նման դեպքեր լինում է, երբ որ նախապես զանգահարում են, ասում են, որ ջուր չի լինելու, եւ ես մտածում եմ, որ դրա մեջ կա միտում, ջրմուղը կոպիտ ասած բնակչության վրա ապրանք է վաճառում, հա, հավելյալ, որը մեզ այդ պահին այդքան էլ պետք չէ։ Չեմ կարող ասեմ միտումնավոր է լինում, թե չէ, բայց շատ նման է։ Նման է փող կլպելու եւս մեկ անգամ որևէ ձևի մարդկանց վնաս տալու, ֆինանսական, հա, վնաս տալու, այդտենց մի բան է ավելի շատ նման։ Չի կարա նույն բանը անընդհատ կրկնվի ուղղակի, դա արդեն ծիծաղալու է էլի։ Մենք մտածում ենք խափում են։ Ներվայնանում են, մտածած են անում, ջուրը օգտագործում ենք անտեղի նպատակով։ Չունենք նման օրենք կամ ինչ-որ մեխանիզմ, որ փոխհատուցում պահանջի, բայց ու կա մեխանիզմ, որով պարզապես այդ ջուրը, որը ինքը օգտագործվել է, վերահաշվարկ կատարվի
եթե դա ապացուցվի, որ դա Երևան ջրի մեղքով է կատարում։ Սպառողների աջակցման կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ այս դեպքում սպառողները կարող են միայն դատական կարգով հասնել խնդրի լուծմանը եւ հորդորում նման դեպքերում նաեւ իրենց ահազանգել։ Եթե մարդիկ պատրաստ են հավաքվեն, գան, ասեն դատ ենք տալիս, մենք մեր հնարավոր միջոցները պատրաստ ենք օգտագործել հանուն ճշմարտության։ Խնդրի լուծման հարցում ըստ Միրզոյանի մեծ է նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերը։ Հանրային ծառայությունների հանձնաժողովը ունի բաժիչ մեխանիզմներ, ինքը պարտավոր է, եթե ինքը դա չանի, իմ կռիվս ուրեմն լինելու է հանրային ծառայությունների հանձնաժողովի հետ, որ ինքը չի բերում բալանսի։ Կարգավորող մարմինը խնդիրը լուծելու լծակներ ունի, մնում է որ կիրառի, սակայն ամենամեծ դերը հենց սպառողինն է։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Երբ խեղված ճակատագրեր էջում խոսում ենք անապահով ընտանիքների նկատմամբ անտարբեր որոշ մարդկանց մասին, վստահ ենք եւ գործով ենք ապացուցել, որ անտարբերների կողքին կան սրտացավ կարեկցող քաղաքացիներ։ Այս անգամ եւս չսխալվեցինք։ Աղբավայրի մնացորդներով երեխաներին կերակրող ընտանիքը հիմա շատերի ուշադրության եւ հոգացության կենտրոնում է։ Խոստացել են նորոգել տունը, երեխաների հոր համար աշխատանք ապահովել։ Հուզիչ է հատկապես ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մոր քայլը։ Նա որդու անունով շտաբ է բացել, որ գումար հանգանակի եւ օգնի կարիքավորներին։ Որդեգորույս մայրը վիշտ է թողած, ցանկանում է աջակցել մարդկանց։ Այո, կարեկցանքը ազգություն, տարիք, սեր չի ճանաչում։ Այս ընտանիքի առջև տարիներ շարունակ փակված դռները բացվում են նաեւ հույսի դռները, որովհետեւ արդեն կան ջերմություն եւ հոգատարություն։ Այժմ Տաթև Մեսրոպյանի անտարբերությունից ուշադրություն մեկ քայլ տեսանյութը։ Ինչպես ներկայացրել էինք, այս փոքրիկների օրը սկսվում էր սպասումով։ Սպասում էին տատին ու հորը, որ ուտելիք բերեն։ Նրանք վաղ առավոտյան գնում էին ոչ թե աշխատանքի, այլ աղբավայր, որպիսի ուտելու ինչ-որ բան բերեն։ Սակայն մեր թողարկումից հետո տատին ինչ-որ մարդիկ թույլ չեն տվել մտնել աղբավայր։ Ու նա ինչ-որ բան հայթայթելու այդ հնարավորությունից էլ է զրկվել։ Հիմա աշխատանք է փնտրում։ Սակայն սրտացավ մարդիկ հաղորդումից անմիջապես հետո նրանց օգնության ձեռք են մեկնել եւ շարունակում են օգնել։ Շատ հուզվեցինք, երբ զանգահարեց ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը Տիկին Անահիտը եւ ցանկություն հայտնեց մեզ հետ այցելել այս ընտանիքին եւ իր ու անդրկովկասյան կազակական ռուսական շտաբի անդամների կողմից օգնություն տրամադրել։ Պարոն Գրիգորի Հովանավորության, ես ինքս կոչում եմ պալկովնիկ, մի փոքր աջակցություն եմ բերել, Աստված օգնի ձեր ընտանիքը, զոհված Գրիգորի անունով շտաբը ես եմ բացել, իրա մի փոքր չին հատկացված գումարով ես որոշեցի ընտանիքին աջակցել։ Մեզանից առաջ շատերն են այցելել եւ խոստացել նորոգել նրանց տունը, թե մենք, թե նրանք շատ էին ուրախացել։ Ընտանիքի հորն էլ արտագնա աշխատանքի առաջարկ է արվել։ Այդ ամենի մասին թող Կարինեն պատմի։ Հաղորդումից հետո արտագնա աշխատանքի կանչ եղավ, որ ամուսինս գնա աշխատի, հետո եկան նայեցին, որ զուգարան բերեն սարքեն, կրիշը վերանորոգեն, ասեցին ամեն ինչ լավ կլինի, կստեղծենք, կանենք, Էլիզանգերի մեջ կլինենք, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցեցին։ Բարի Սամարացի ընկերությունը իր անվանը վայել ոչ միայն իր համեղ մսամթերքից էր բերել, այլև այլ սննդամթերք, գազօջախ, իսկ փոքրիկներին էլ խաղալիքներ էր բերել։ Փոքրիկն ունեն, որ աղբանոցից բերված խաղալիքներով էր ուրախանում։ Աչքերին չհավատաց, երբ տեսավ, թե ինչ տիկնիկ են նվիրում։ Կարծես երազում լիներ, եւ տիկնիկը ամուր գրկել էր, որ եթե անգամ երազ է, բաց չթողնի ձեռքից։ Դուք հրաշալի ընտանիք ունեք, բայց եթե ուզում եք փոխվի ձեր կյանքը, առաջինը դուք պիտի փոխվեք։ Դրա համար պետք է Աստծուն ամուր բռնեք, ոնց որ երեխեն ներբության ժամանակ ոնց է գրքում ծնողին, եթե տենց ամուր բռնեք, Աստված էլ ձեզ երջանիկ կանի ձեր կյանքի մեջ։ Մեր հավատարիմ գործընկեր եւ մեր ներկայացրած ընտանիքներին օգնելու հարցում միջոցները չխնայող Երևան City սուպերմարկետների ցանցի տնօրինությունն ինչպես միշտ դրամով օգնեց։ Շնորհակալ եմ Երևան City ցանցի տնօրինությանը, որը ինձ աջակցեց։ Աստված իրանց գործերին հաջողություն տա։ Զուզո ընկերությունը, որը տարիներ շարունակ մեր ներկայացրած ընտանիքների կողքին է իր համեղ քաղցրավենիքով եւ ըմպելիքներով, քաղցրացրեց ոչ միայն այս, այլև բակի մյուս փոքրիկների առօրյան, օգնեցին նաեւ գումարով։ Ցանկանում եմ, որ ձեր սեղանները այսուհետ առատ լինեն համեղ ուտելիքներով, ձեր փոքրիկները ունենան անհոգ մանկություն եւ մոռանան, թե ինչ է քաղցը։
Նուբարաշենում ապրող այս ընտանիքը, որ նպաստ չէր ստանում, ոչ էլ Կարինեի ամուսինը հաշմանդամության թոշակ, նրան զանգահարել եւ կանչել են սոցիալական աջակցության վարչություն։ Պարզելու, թե ինչու նրանց նպաստ չի հատկացվել։ Ասել են կներկայանաք մեզ մոտ, ես էլ պիտի առավոտյան ներկայանամ սոցիալնախբաժին մեր մոտի։ Երևանցիներ Ղևոնդը, Ստեփանը, Արտաշեսը Արկադին գումարով օգնեցին։ Օգնողների թվում էր մեր բակը Խանութը, դպրոցական Նորայր Քարամյանը, Թերեզայի, Խաչատուր Դավթյանի ընտանիքը եւ այլք։ Մեծամասնությունն էլ չէր ցանկանում ներկայանալ։ Շատերն էլ դեռ նոր են այցելելու։ Աստված մեծ աղջիկյան, թող սարին իջես վերջին օգնությունը, դուք հասնեք այն աստիճանին, որ դուք օգնեք մնացած չափահոս ընտանիքներին։ Երեխեքի ուրախությունը արժի ամեն ինչ, դրա համար շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին գտնվեցին, ովքեր աջակցում են ու դեռ աջակցելու են ինձ։ Այս փոքրիկները, ովքեր մանկությունը փորձում էին գեղեցկացնել աղբանոցից բերված իրերով եւ խաղալիքներով, աչքերին չէին հավատում տեսնելով բումբումիկի հերոսներին, ովքեր հեքիաթը դարձրել էին իրականություն ու հենց նրանց բակում։ Հեքիաթի հերոսները դատարկաձեռն չէին եկել, փոքրիկների համար բերել էին քաղցրավենիք, խաղալիքներ, հագուստ եւ այլ նվերներ։ Սակայն ամենամեծ նվերը նրանց ժպիտներն էին, ուրախ երգն ու պարը եւ այն երջանիկ ակնթարթները, երբ իրենց զգում էին հեքիաթում։ Ինչպես տեղեկացրել էինք, անգամ աղբավայրում կերակրվող կենդանի տեսնելիս մարդու խիղճը տանջում է, ուր մնաց այս ամենին ականատես լինելը։ Պատահական չէր, որ այս փոքրիկների ծնողներն ամոթից թաքնվում էին, քանի որ ոմանք իրենց վերաբերվում էին այնպես, ինչպես այս վայրին։ Կամ մոտ չէին գալիս, կամ քիթը փակ արագ անցնում էին նրանց կողքով։ Այս ընտանիքը հասարակության որոշ հատվածի համար խորթ էր, որովհետև աղբանոցներն աղբթափելու համար են, ոչ թե կերակրվելու։ Միթե հեշտ է ծնողի համար զավակներին աղբանոցի ավելցուկներով կերակրել եւ ամեն օր տեսնել, թե ինչպես են կուլ տալիս այն, ինչ մյուսները դեն են նետում։ Երբ տան անդամներից մեկը քաղցած է, չես կարող ձեռքիդ պատառը կուլ տալ։ Ու մեր հայրենակիցներն էլ իրենց խղճով եւ միասնությամբ հաճախ են խորհելու առիթներ տալիս։ Մենք ազգ ենք, թե ընտանիք։ Հերթական վկայությունն այս ընտանիքն էր, որին եւս թույլ չտվեցին, որ աղբանոցից կերակրվեն, ու ունեցածը կիսեցին նրանց հետ։ Այստեղ եւ այսպես է, որ ազգը դառնում է ընտանիք։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Այս կտրոնը հավանաբար կեղծ է։ Ուզարկությամբ հայտնաբերվել են 1000-ից ավելի կեղծ կտրոններ։ Վերևից է երևի գալ։ Ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ես իհարկե ասացի, որ ոստիկանությունը ցան ձեռք բերել։ Կտրոնի վրայից հանգիստ հեռացվում է։ Վերցնում ամիսը փոխում։ Կհաջողվի արդյոք տեղզնման այս կտրոնի կրկնօրինակը ստանալ։ 18 սարդույթ։ Այս տեսքն ուներ։ Ինձ էլ առաջարկեցին դա, բայց Արատավոր պրակտիկան շարունակվում է։ Տեղզնման կտրոնը տալիս են։ Կան մարդիկ, ովքեր սա շփոթում են այ սրա հետ։ Շարունակում ճանապարհներին անել ինչ ուզում է։ Չի թացնում, որ ինքը ուղևորել է։ Անտեսում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Սա ապօրինություն է։ Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել։ Ասում է, որ մեկը ճիշտ չի ասում։ Կայացրել է անհասկանալի վճիռ։ Ասացի երկուսն։ Չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի կանգ հրահանգին։ Ազգը շանսագործ չէ։ Վտանգավոր տարբեր խախտումներ անելով փորձել է ճողոպրել։ Դա պոտենցիալ հանցագործ է։ Միտումնավոր բախվել է ոստիկանական մեքենային։ Կարժենա մեկին ու մեկի կյանք։ Այս երիտասարդը դատապարտվել է 3 ամսվա պատժի։ Այո, զրկել վարորդական իրավունքից։ Միաժամանակյա 19 խոզարկություն, հայտնաբերված 1000-ից ավելի կեղծ կտրոն, 9 ձերբակալված, 8-ի նկատմամբ խաբման միջոցը կալանավորումն է։ Սա ազգային անվտանգության ծառայության երկամսյա գործողությունների տխուր վիճակագրությունն է։ Մեծ հնչեղություն ստացած գործը առնչվում է տեղզնման կտրոններին։ Ընդ որում, առանց չափազանցնելու կարելի ասել, որ նման մասշտաբային գործեր իրավական պրակտիկայում հազվագյուտ են լինում։ Չէ՞ որ խարդախությունն այն աստիճանի եղել, որ կեղծ կտրոնները վաճառվել են նաև Երևանի տեղզնման կետերում եւ առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում։ Այսինքն, աստղաբաշխական գումար վաստակելու մոլագարները այնքան անպատիժ եւ անարգել են գործել, որ սեփական տպարան ունենալու զատ ապօրինի գործունեություն են կատարել նաև այն վայրերում, որտեղ իրականացվում են օրենքով սահմանված գործառույթներ։ Մեր տեղեկություններով խարդախները վարորդներից կեղծ կտրոնի դիմաց պահանջել են 5000 դրամ, ինչը տեղզնման օրինական կտրոնների գումարից կրկնակի ցածր է։
Սա է եղել հաշվարկը, ու դատելով գործի մասշտաբից թերևս կարելի ասել, որ բավականաչափ քանակությամբ կտրոն է վաճառվել։ Թերևս չէր ստեղծվի նման վիճակ, եթե ունենայինք վերահսկողական գործ ու մեխանիզմներ, պատժելիության իրական լծակներ, եթե օրենքի ծառաները գիտակցեին իրենց պատասխանատվությունն ու հավատարիմ մնային այդ առաքելությանը։ Ինչու եմ սա ասում, քանի որ ձերբակալվածների թվում կան նաև իրավապահներ։ Ում ինչ կներկայացնեմ ծավալուն եւ ապօրինություններով հարուստ այս գործի մանրամասները, վարորդներին հորդորում եմ ձեռնպահ մնալ տեղզնման կտրոնները համայնքների վարչական շենքերի վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեղզնման կետերից, ինչպես նաև անհատներից գնելուց եւ դրանք ձեռք բերել միայն բանկերից։ Այժմ Նելի Հարությունյանի խարդախությամբ սևացան հետաքննությունը։ Այս տեղզնման կտրոնը ուղիղ 1 տարի փակցված է եղել մեքենայի դիմապակուն եւ որևէ խնդիր չի առաջացրել։ Սակայն ավելի ուշ ժամկետի ավարտին ուշադրություն են դարձրել, որ սրա վրա չկա կնիկ եւ հետեւի որևէ տող լրացված չէ։ Հետեւաբար առաջին միտքը, որ հղանում է յուրաքանչյուր այն տեսնողի մոտ, հետեւյալն է, որ այս կտրոնը հավանաբար կեղծ է։ Պարզվում է կնիքի մյուս բոլոր լրացումների բացակայությունը բոլորովին էլ օրենքի խախտում չէ։ Կառավարության որոշումում կնիկ տնելը պարտադիր պահանջ չի։ Սացմա բոլորը գունավոր պրինտերով կտպենք կպցնենք։ Դե մեկն էլ մասսայական է սարքել, երևի ավելի շուստերի է։ Օրերս ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց տեղեկացնելով, որ Երևանում եւ տարբեր մարզերում տեղզնության կեղծ կտրոններ վաճառելու փաստով քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակում Երևանի տեղզնման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալած սենյակներում, նույնիսկ որոշ քաղաքացիների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են 1000-ից ավելի կեղծ կտրոններ։ Նաեւ տպարանը, որտեղ դրանք պատրաստվել են։ Խոսքը գնում է հենց դրա մասին, որ բոլոր շրջաններում նույն բանն է եղել։ Ուրեմն դա վերևից է երևի գալ։ Կեղծողները լինում են բոլոր ժամանակներում, պետք չի ստեղ տարանջատել կեղծողը քաղաքապետարանիցական ոստիկանությունից։ Տեղզնման կտրոնի մասսայական կեղծումների փաստ գուցե նախկինում չի արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ դեպքեր չեն եղել։ Կարեն Հեքիմյանը վարորդական պրակտիկայում կեղծ կտրոնի առնչվել է մի քանի անգամ։ Առաջի դեպքում 2001 թիվներ կամ 2 թիվներ այն ժամանակ դեռ ոստիկանությունն էր տալիս, հենց պուճուր կրպակներ էին սարքել, հերթ էր ահավոր, խնդրեցի ինչ-որ մարդկանց առանց հերթի մտա, ինձ տվեցին առանց որևէ նայելու մի հատ կտրոն, տեղզնման կտրոն, որը հետագայում պարզվեց այլ ոստիկանը ինձ ասեց, որ դա կեղծ է։ Կեղծ կտրոն փակցնելու համար Կարեն Հեքիմյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ընդ որում կտրոնի համար վճարել էր ավելի շատ իբրև անհերթ սպասարկվելու համար։ Ես իհարկե ասացի, որ ոստիկանությունից եմ ձեռք բերել, բայց փաստը նա է, որ կեղծ է։ Էդվարդ Հովհաննիսյանը մտաբերում է ավելի մանր-մունր կեղծումների դեպքեր, բայց անհամեմատ ավելի տարածված։ Մի ժամանակ այդ տեղզնման կտրոնները ու ապայի քաղաքացիները կեղծում էին։ Շատ հազարակ։ Ընդ այն թվերը, որ գրած էր որ ամիս, չէ՞։ Իրանք վերցնում ամիսը փողում էին։ Խոսքն այս սպիտակ քառակուսի թղթիկի մասին է, որը կտրոնի վրայից հանգիստ հեռացվում է ու ցանկության դեպքում նորով փոխարինվում։ Գունավոր պատճենահանման միջոցով փորձեցինք ողջել կհաջողվի արդյոք տեղզնման այս կտրոնի կրկնօրինակը ստանալ։ Ոնց է սա, նույն ձև լինում է ծառը։ 10% արժույթ, տեսել ոնց որ նույն վիճակն է։ Սերք սարած է։ Դա մի տարի մեքենայի վրա է եղել։ Դա вообще կդիչ։ Փաստաթղթերի կրկնօրինակումն իհարկե օրենքով արգելվում է, սակայն պատճենահանման ծառայություններ մատուցող ընկերությունում համաձայնեցին մեզ օգնել պայմանով, որ պատճենահանված նմուշը անմիջապես կոչնչացվի։ Սկան անելուց տպելուց այդտեղ մի քիչ գունային բացում այն մնացածը նույն։ Բայց հիմա մի հատ լամինացիա որ սարվից սկսի դրան만 փայլել։ Ստացված կրկնօրինակը այս տեսքն ուներ։ Մեքենայի դիմապակուն փակցնելուց հետո 90%-ով կծառայեր որպես բնօրինակ։ Իդեպ մեր փորձը պարզվում է շատ քաղաքացիներ գործնականում կիրառել են։ Ես գնացի վերջացրի ավտոմեքենաս, պարզեցի, որ փակցվածը սովորական Xerox արած տեղզնման թուղթեր, այսինքն կեղծ։ Տեղզնման կեղծ կտրոններ շրջանառվում են ոչ միայն լիազորված մարմիններում, այլև ձեռքի վրա։ Երկրորդն ի դեպ ավելի մատչելի է ու ոչ պակաս տարածված։ Ընկերս մեկին ճանաչում է, որը արդեն քանի տարի է 5000 դրամով Տեխաս մոտորի կտրոնը առնում են։ Ինձ էլ առաջարկեցին դա, բայց ասացի ինձ պետք չի։ Ավելորդ գլխացավանքի մեջ չընկնեմ։ Բայց լիքը մարդ գիտեն, որ ստեղից ընդեղից
գնում են առնում են տեղասմոտրի կտրոնը 5000 դրամով։ Տեղզնման կտրոն ստանալու շղթան հետևյալն է. վարչական շրջանից քաղաքացին վերցնում է գույքահարկի չափի մասին տեղեկանք, վճարում կատարում բանկում, ապա վերադառնում վերցնելու արդեն հարկի զրոյական տեղեկանքը, որպեսզի դրա հիման վրա ստանա տեղզնման կտրոնը։ Ու այդ դուրս գալու պահին այդ վարչական շրջանում իրան ասում են ընկեր ջան, որ մեկ էլ չգնաս հերթեր չկանգնես, արի ստեղից ստացի այդ տեղզնման կտրոնը։ Վերցնում այդ վճարումը, բայց այդ վճարման անդորագիր չեն տալիս։ Աքիլես հասարակական կազմակերպություն վերջերս մի քաղաքացի է դիմել եւ պատմել, որ հենց վարչական շրջանում տեղզնման կտրոնի համար վճարել է ու պահանջել անդորագիր։ Ասեց դուր անդորագիրը։ Ասեց չունեմ։ Ասեց ոչինչ, ես կսպասեմ, դու բեր։ Գնաց ու չկա, վերջը եկավ, բերեց ինչ-որ մի թուղթ, որտեղ որ ինչ-որ բան գրած էր։ Հետո ավելի ուշադիր նայելուց հետո քաղաքացին հասկացել է, որ անդորագիրը իր վճարմանը չի վերաբերում։ Եթե արեստավորը տա այդ տեղզնման կտրոնը, մենք միանգամից կտեսնենք, որ արեստավորն է տվել այդ տեղզնման կտրոնը ու կգնանք այդ արեստավորի մոտ։ Եթե մեկն ու մեկը ուզենար սպաղվեր, կհայտնաբերեին։ Եթե դու այս տարի այսքան թիվ էիր ներողություն գումար հավաքում, ով որ այդ գումարները հաշվում էր երևի, պետք է հարց տար ինչի՞ց sense նվազեց։ Դե ուրեմն այս սա մտածված է արվել։ Մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններ այցելելով պարզեցինք, որ հենց տեղում տեղզնման կտրոններ տալու ազգային անվտանգության ծառայության որակած արատավոր պրակտիկան շարունակվում է։ Կարող եք հենց տեղից այդ կտրոնը վերցնել։ Զրոյականը վերցեք եկեք ասում։ Մարդ 11 սենյակում վճարում ենք, հետ եք տանում զրոյական եք վերցնում ու կարծեք դեպքի սենյակ տեղզնման կտրոնը տալիս են։ Տարբերություն կա, ես այդ կտրոնը որտեղից վերցնեմ, հիմա բանկից գնա վերցնեմ տեղից։ Բանկում մենք հենց բանկում բանարեք, կտրոնը վերցրեք, բերեք, տեղասմոտրի պեչատը ես կդրեմ։ Այդ նույն կտրոնը իրանք տալիս են։ Հա, իրանք են տալու թե դու ձեր մոտից։ Մենք էլ ենք տալիս, իրանք էլ են տալիս։ Ինչ տարբերություն ձեր տված կտրոնի ու իրանց տված։ Ոչ մի տարբերություն, ասա, բանկի կտրոնն է։ Իդեպ այս գործում բանկերն էլ այնքան անթերի չեն աշխատում, որքան ներկայացվում է։ Եթե այս հաստատություններում համարենք, որ կեղծիք չեն գործում, ապա առնվազն նպաստում են դրան, գուցե ակամա։ Գույքահարկի զրոյական տեղեկանքը իմ ձեռքում էր, ես ստացա տեղզնման կտրոնը։ Այնուհետև բարեկամներից մեկը ինձ խնդրեց, ասեց, կարաս այդ զրոյական տեղեկանքը ինձ տաս։ Մեկը դու ստացել ես արդեն։ Դե ես ասացի հանձնել եմ արդեն բանկը։ Ասա դե ինչ է, գնա նորը վերցրու, ինչ տարբերություն։ Ես գնացի նորը վերցրեցի, այդ մարդը գնաց իր համար էլի բանկից իմ տեղեկանքով ստացավ տեղզնման կտրոնը։ Տեղզնում անցած ու չանցած մեքենաների տվյալների բազան կտրոնները տրամադրելու գործառույթին զուգահեռ պետք է որ փոխանցված լիներ բանկերին, բայց խնդիրներ այստեղ ակնհայտորեն կան։ Չկա, այդ էլ է բացակայում։ Բանկերն են տալի տեղզնում, ուրեմն իրանք այդ բազան ունեն։ Բանկերն էլ հենա, ես օրինակ բերեցի, որ նույնիսկ Շատերի եզրահանգումները այն են, որ կեղծարարությանը մի հանգամանք է նպաստում՝ պատասխանատուի բացակայությունը։ Եթե մարդ ոչ մի բանի համար պատասխանատու չի, նա շատ հանգիստ կարա նաև կեղծի։ Հենա արդեն շուխուրն էլ եղել է, որ այդ կեղծը արդեն բռնել են։ Այդ ընկերոջից էլ հետաքրքրվեցի, այս ինչ մոմենտ է։ Ինքն էլ ասեց մեկը 5000-ով ծախող կա։ Ինչ է սպասվում վարորդներին, ովքեր մտածված զարտուղի ճանապարհով ձեռք կբերեն տեղզնման կտրոն, հավանաբար իրենք էլ լավ գիտեն։ Ինչ է սպասվում կեղծարարության ակամա զոհ դարձած օրինապահ վարորդներին, նույնպես հուսադրող չէ։ Կամ պետքա դիմեն այդ մարդիկ իրավապահ մարմիններին, կամ էլ թե չէ իրանք պետքա վարչական պատեշ կրեն։ Ուշագրավ եւս մի հանգամանք, որ մեքենայի տեղզնումը բոլոր ժամանակներում փաստացի չի արվել ու չի արվում, գիտեն բոլորը։ Բայց որ պետք է նաեւ տեղզնման կետերից կտրոն չվերցնել ու առհասարակ հեռու մնալ, սա նորություն է։ Հավանաբար նաեւ վերջին քայլը տեղզնումը բացարձակ ձևականության վերածելու եւ գուցե առաջին քայլը այն վերացնելու ճանապարհին։ Սերբիայից մարդ էր եկել, որ այդ խոսքը գնաց տեղզնման անցնելուն։ Մարդը ինչքան բացատրեցի, տենց էլ չհասկացամ։ Ասում է, ոնց մարդը վճարում է ու տեղզնում չի արվում, ասում եմ, հա, փակցնում են այդ թուղթը ու վերջ։ Եվ այդ մարդը տենց էլ ստեղից գնաց ու չհասկացավ, ոնց է տենց լինում, տեղզնում չես անցնում, բայց դու գանվում ես։ Տեղզնման փողը տալիս ես, տեղզնում չես անցնում։ Տեղզնման կեղծ կտրոնների պատրաստման եւ իրացման փաստով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 9 անձի առաջադրվել է մեղադրանք, 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Նրանց թվում են Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի նախկին ավագ պետավտոտեսուչ Սամվել Բարխոյանը։ Չի բացառվում, որ առաջիկայում դեռ կլինեն աղմկոտ բացահայտումներ ու կհնչեն նոր անուններ։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգուն։
Վերջին շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման հետևանք վթարները ուսումնասիրելիս բացահայտեցինք մի գլոբալ խնդիր։ Մասնավորապես, օրինախախտ շատ վարորդներ ոչ միշտ են պատժվում ըստ արարքի։ Ըստ մասնագետների, այս հանգամանքը որոշ անուղղելի վարորդների մոտ առաջացնում է անպատժելիության զգացում եւ ըստ էության դառնում նոր դժբախտությունների պատճառ։ Ասածս պարզաբանելու համար բերեմ երկու օրինակ։ Առաջինը վերաբերում է 2014-ին տեղի ունեցած վթարին, ինչի հետևանքով մեքենաներից մեկի կին վարորդը վիրավորվել էր, ուղևորը մահացել։ Հրաշքով փրկված կնոջ փաստաբանը մեծ ապացույցներ է ներկայացրել, որ իրականում մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, որը կոպտորեն խախտել է երթևեկի կանոնները։ Ըստ փաստաբանի, քննիչները գուցե միտումնավոր, գուցե պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով հենց սկզբից թերի եւ ոչ համակողմանի քննություն են վարել ու ամբաստանյալի աթոռին է հայտնվել բարեկամին կորցրած կին վարորդը։ Երկրորդ դեպքն առնչվում է կրկին 2014-ին նոյեմբերյանի մոտ տեղի ունեցածին, երբ ամենագնացի ու տաքսու բախման հետևանքով վերջինում եղած երկու վրացուց մեկը ծանր վնասվածքներ էր ստացել, մյուսը մահացել։ Մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այս գործով որևէ մեկը մեղավոր չի ճանաչվել, քանի որ համարվել է, որ երկու վարորդն էլ միաժամանակ եւ սխալ են եղել եւ ճիշտ։ Ըստ մասնագետների, ճանապարհատրանսպորտային պատահարների փաստերով քննչական եւ դատական մարմիններն առաջնորդվում են երկակի չափանիշներով, տեղիք տալով կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին խոսակցությունների։ Մի դեպքում կարող են ոչ հիմնավորված ծանր մեղադրանք առաջադրել, պատճառաբանելով, թե մահացած կա, մյուս դեպքում չափազանց մեղմ վերաբերվել ակնհայտ հանցանքին։ Եվս մի նկատառում։ Ի տարբերություն զարգացած շատ երկրների, Հայաստանում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները չարամտորեն խախտողները, եթե անգամ մահվան պատճառ են դարձել, կարող են կարճ ժամանակ անց վերականգնել վարորդական իրավունքը։ Այժմ Արմեն Աթալյանի մեղսակցություն չպատժելու պատճառով հետաքննությունը։ Անհանգստանալ ոչինչ չկա, սա ընդամենը խաղալիք է, վատագույն դեպքում կկոտրվի եւ կվերականգնվի սուպեր սոսնձով։ Սակայն կան մարդիկ, ովքեր սա շփոթում են այ սրա հետ եւ ճանապարհներին իրենց պահում են ինչպես 6-ամյա չարաճճի երեխա։ Դե հետևանքները պարզ են։ Մարդիկ համոզված են, որ հասարակության մեջ կա մի խավ, որը գրեթե միշտ խուսափում է կատարած արարքի համար նախատեսված պատժից ու դրա պատճառով շարունակում ճանապարհներին անել ինչ ուզում է։ Փաստաբան Ռուբեն Բալոյանի սեղանին քրեական գործ է, որն իր խոսքով գլխիվար շրջված է։ Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզում, բախվել են Զիլ եւ Միցուբիշի Colt մեքենաները, ինչի հետևանքով Colt-ի վարորդը Ալինա Աբրահամյանը վնասվածքներ է ստացել, իսկ նրա ուղևորը մահացել։ Բալոյանը ներկայացնում է Ալինայի շահերը, որը գործով մեղադրյալն է։ Տեսնում եք, արգելակման հետքեր է դրած 13 եւ 14 մետր։ Հանդիպայես Զիլի համար սա հանդիպակաց գոտին է։ Հանդիպակաց գոտով Զիլը իջել է։ Երևան Գառնի Արտաշատ խաչմերուկն է տեղացի, որ չի կարգավորվում որևէ կերպ։ Այսինքն իմ պաշտպանյալը Ալինա Աբրամյանը խաչմերուկ է մտնում չունենալով աչից հարվածով եւ նշաններ էլ չկա ոչ զիջի ոչ գլխավոր։ Փաստաբանը ցույց է տալիս իր կարծիքով Զիլի վարորդի մեղքն ապացուցող բազմաթիվ փաստեր, որոնք չգիտես ինչու անտեսում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Զիլի վարորդին դատարանում հարց եմ տալիս. դուք տեսաք որ ձեր աչից խաչմերուկ է մոտենում մեքենա։ Զիլի վարորդը պատասխանում այո տեսա։ Հիմա իմ հաջորդ հարցն եմ տալիս. ինչի ճանապարհը չզիջեցիք նշված ավտոմեքենայի։ Եվ դատարանը հարցը հանում։ Քննչական մարմնի աշխատանքն էլ ի սկզբանե բավականին թերի է եղել, համոզված է Բալոյանը։ Արձանագրության մեջ գրած է արգելակման հետքեր 13-20։ Սխեմայում նույն հետքը ցույցատված 13-14։ Ինչ որ քննիչը տեղեկանք է կազմում, սա ապօրինություն է։ Հիմա մենք ունենք լուսանկարներ, որը որ կատարվել է քննիչի կողմից, այդ լուսանկարների մեջ հստակ երևում է, որ այդ հետքը 1 մետր չի կարող իրարից կարճ լինել։ Հիմա խնդրում ենք քննիչին, ասում ենք տրամադրի լուսանկարները, ասում է չի պահպանվել։ Բալոյանը քննության ընթացքում արձանագրված այլ հակասություններ էլ է հայտնաբերել, որոնք քննիչը որևէ գնահատականի չի արժանացրել։ Սևակ Հայրապետյանը վթարի պահին գտնվել է Զիլ մեքենայի մեջ։ Քննչական բաժնում ցուցմունք է տվել որպես Զիլի ուղևոր։ Որպես վկա է ցուցմունք տվել։ Նույն անձը հարցը քննվել է որպես ընթերակա։ Գրում է, որ ես գյուղում լսեցի վթարի մասին խոսակցություններից, եկա դեպքի վայր։
ու հրավիրել են անթերակա, բայց դեռ չի թացել, որ ինքը ուղևոր ա եղել։ Ըստ փաստաբանի, այս ամենը կարծես արվել է մեկ նպատակով, որպեսզի Զիլի վարորդը խուսափի պատժից։ Արդեն այստեղ գործում է անպատժելիության սկզբունքը, երբ որ դատարանը բազմակողմանի քննություն չի կատարում, երբ որ քննիչը բազմակողմանի քննություն չի կատարում, Զիլի վարորդը դառնում է անպատժելի։ Եվս մեկ գործ, որի մասով երկու ատյանի դատարան արդեն վճիռ է կայացրել։ Դեպքը տեղի ունեցել նոյեմբերյան Բագրատաշեն ճանապարհին։ Բախվել են երկու մեքենա, տաքսի մեքենա, որում եղել են երկու վրացուհիներ, եւ Mitsubishi Jeep, որը վարում էր Գերմանիայի քաղաքացի։ Վրացուներից մեկը մահացել է, մյուսը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ, ընդ որում ունի գլխուղեղի վնասվածք, որի պատճառով դեպքը չի հիշում։ Տիգրան Աթանեսյանը վրացի երկու աղջիկների իրավահաջորդների փաստաբանն է։ Նշում է, որ դեպքից հետո երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել։ Երկու վարորդները պնդել են, որ ամենը իր աջ ուղեմասով է ընթացել, տեսել է, որ մյուսը քշում է իր վրա, դուրս է եկել մեջտեղից ժողովրդի փախցնելու համար եւ տեղի ունեցել բախումը։ Այսինքն իրարամերժ ցուցմունքներ են եւ ենթադրում են, որ մեկը ճիշտ չի ասում։ Ճիշտ է, փորձագետները նշել են, որ տվյալ հատվածում ճանապարհը վատ է կարգավորված սխալ գծանշումների պատճառով, բայց եւ այնպես վարորդների մեղքի մասով հստակ գնահատական են տվել։ Փորձագետի եզրակացությամբ երկու վարորդներ մեղավոր են։ Պետք է միջոցներ ձեռնարկեին, որ բախումը տեղի չունենար, չեն ձեռնարկել եւ տեղի ունեցել բախում։ Դատարանը երկրորդ փորձաքննություն չի պատվիրել, նշանակում է ընդունել է առաջինի արդյունքները։ Դրանով հանդերձ, ըստ Տիգրան Աթանեսյանի, կայացրել է անհասկանալի վճիռ։ Տավուշի մարզի ընդհանրության դատարանը արդարացրեց երկուսն էլ, չունելով որևէ այլ ապացույց։ Պարզապես ասել է դե լավ էին անում, կոպիտ ասած, լավ էին անում մեջտեղով են երթևեկում, դե որ մեջտեղով են երթևեկում, որ մեղավոր չեն։ Երկակի ստանդարտներ մեր մոտ ամենուրեք են եւ չի կարելի բացառել, որ նաեւ այս դեպքում են։ Ինչու այսպես վարվեց դատարանը չունենալով որևէ արդարացման հիմքում դրվելիք ապացույց, ես կարող եմ միայն ենթադրել, բայց դա ենթադրություն է եւ չեմ կարող դրանք հրապարակել։ 3 ամիս առաջ BMW ավտոմեքենայի մասնակցությամբ իսկական մրցավազք է տեղի ունեցել Երևանում։ Մեքենայի ղեկին 23-ամյա Սերժ Վարդանյանն է եղել, որը ճվճվ Արո մականունով առավել հայտնի Արա Վարդանյանի որդին է եւ բավականին հաճախ է նման պատմությունների կիզակետում հայտնվում։ Երիտասարդը կոպիտ խախտել է երթևեկության կանոնները եւ չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի կանգ հրահանգին։ Հետո վտանգավոր տարբեր խախտումներ անելով փորձել է ճողոպրել։ Մի պահ ճանապարհային ոստիկաններն իրենց մեքենայով արգելք են ստեղծել, որպեսզի BMW-ն վերջապես կանգ առնի։ Սակայն Սերժ Վարդանյանը միտումնավոր բախվել է ոստիկանական մեքենային, վնասել են ու բացված ճանապարհով փախուստի դիմել։ Ինչ որ ֆիլմ է հիշեցնում, չէ՞։ Նույն օրը երեկոյան ոստիկանները վայ մրցաշավոթին բերման են ենթարկել։ Հարուցվել է քրեական գործ։ Արաբկիր եւ Քաննաքեր Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի վճռով այս երիտասարդը դատապարտվել է 3 ամսվա պատժի։ Հաշվի առնվել, որ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան եւ Սերժ Վարդանյանը դրական բնութագրվող անձ է։ Վերջինը մի քանի օրից արդեն կլինի ազատության մեջ։ Ժամանակը ցույց կտա, երբ նա շուտով հայտնվի ղեկին, դասեր քաղաց կլինի այս ծանրագույն պատժից, թե ոչ։ Հանցանքից հետո վարորդական իրավունքի արագ վերականգնման խնդրի մասին սկսեցին խոսել շաբաթներ առաջ, երբ Նուբարաշենի ավտոշուկայի մոտ մի քանի հոգի ծեծելով սպանել էին Ford մեքենայի վարորդ Եղիշե Խաչատրյանին, հանդիպակաց ուղով երթևեկող մեքենայի վարորդին հանդիմանելու համար։ Գործով մեղադրյալներից է Խաչիկ Կոսյանը, որը ԴՀԿ աշխատակից էր։ Խնդիրն այն է, որ Կոսյանը տարիներ առաջ Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել երկու երիտասարդ աղջիկների եւ փախուստի դիմել դեպքի վայրից։ Աղջիկները մահացել են։ Այդ հանցանքը մեքենա վարելու իրավունքի վրա կարծես չի ազդել։ Շանսագործություն է։ Դրա համար ինքը օրենքով սահմանված ձևով պատիժ է կրել է։ Դրանից հետո սովորել է մագիստրատուրայում, դրանից հետո ընդունվել է աշխատանքի, այդ բոլորը կատարվել է օրենքի սահմաններում։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը երկար ժամանակ է բարձրաձայնում է վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը լրջացնելու անհրաժեշտության մասին։ Չի կարելի թույլ տալ, որ նույն քաղաքացին տարին 45 անգամ խախտում անի եւ այդ խախտումից հետո նորից նույն ձևով հանգիստ քաղաքում երթևեկի։ Դա պոտենցիալ հանցագործ է։ 45 անգամ ինքը խախտում արեց եւ 45 անգամ դու գավեց 46-րդ անգամ նա կհայտնվի այնպիսի պատահարում, որը որ կարժենա մեկին ու մեկի կյանք։ Կարելի է օրինակ բալային համակարգի նման մի բան ներդնել եւ ըստ խախտումների քանակի զրկել վարորդական իրավունքից։ Խոսքն իհարկե միտումնավոր կատարած լուրջ խախտումների մասին է։ Արտերկրում օրինակ մարդու մահ առաջացրած խախտման համար կարող են նույնիսկ ցմահ զրկել վարորդական վկայականից։ Այո, զրկեն վարորդական իրավունքից։ Զրկեն այնպես, որ հնարավորություն չլինի երկրորդ անգամ հայտարարել։ Գիտես, ես վարորդական իրավունքս կորցրել եմ, մի հատ նորից
որից մեկնումեկը իրան ծննդի օրը նվեր կտա։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ վարորդական իրավունքի վկայական ստանալը դարձավ բոլորի համար շատ դյուրին, համոզված է Գագիկ Աղաջանյանը։ Հավանաբար սա է պատճառը, որ ճանապարհներին գնալով շատանում են երթևեկության կանոններից անտեղյակ կամիկադզեները։ Մաթեմատիկոս դառնալու համար պետք է ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություն եւ ստանդարտալ մաթեմատիկ, որի սխալները միգուցե շատ չնչին ազդեցություն ունենան շրջակա միջամարտկանց վրա, հանրության կամ հասարակության վրա։ Վարորդական իրավունք կարող է ցանկացած մարդ գնացել, ես գիտելիք ունեմ, եւ մեկ շատ դեպքերում գիտեք թե ինչպիսի գիտելիքներ ունեն, եւ շատ հանգիստ ստանա վարորդական իրավունք եւ մարդկանց կյանքերի հետ խաղա։ Ցավալին այն է, որ նշված փոփոխությունները կարելի է ընդամենը մի քանի ամսում իրականացնել։ Պարզապես ոլորտի քաղաքականությունը որոշողները պետք է ցանկություն ունենան։ Արմեն Աթելյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Այն Գերջան, դու որ խաշմերուկ ես կտրում, բաչես նայում դեմդ։ Որոշել էր սատանին մայլում քանդրբազություն անել։ Ամեն տարի այսօրը Խայսատունի վթարի ենթարկվելու։ Каждый год 31 декабря мы с друзьями ходим в баню. Պահ, այս ինչ են կանելու։ Տեսնում եք այս դույլը, կինը տանից դուրս է եկել աղբը թափելու նպատակով ու ինչ։ Առասվածային պայմաններում մահացել էր այս բեռնատարի վարորդը։ Լավա ուրիշ ավտոների չի։ Եվս մի փոքր առաջ գնալով գետնին ընկած մարդ տեսա։ Այդա ցախերտ է եղել էլի։ Տպավորությունը, այստեղ մի սատանա է մտել ու դուրս չի գալիս։ Մատերը փոխելա, վերանա։ Սակայն սարսափելին հետո պետք է լիներ։ Ոտերը վանստեղ էր, մեջը լրիվ։ Մեր գործունեության ընթացքում քիչ են հանդիպել տրամաբանական բացատրություն չունեցող դեպքեր, որոնց առնչությամբ սովորաբար զերծ ենք մնում գնահատականից եւ սպասում նախաքննության ավարտին։ Սակայն ներկայացվող պատմության մասով որոշեցինք բացառություն անել, քանի որ խոսքը կրկնակի ողբերգության մասին է։ Ասենք, ինչ կմտածեք, եթե տեղեկանաք, որ նույն օբյեկտում 10 օրում 2 մարդ է մահանում, ընդ որում նույն սենյակում։ Խոսքը Արմավիրի Ակնալիշ գյուղում գտնվող ռեստորանա հյուրանոցային համալիրի մասին է, որի սենյակներից մեկում մոտ 3 շաբաթ առաջ հայտնաբերվել էր Էջմիածնի Ջանշինի պետի Դին։ Ոչ պաշտոնական տվյալներով տղամարդը հանկարծամահ է եղել։ 10 օր անց նույն սենյակում հայտնաբերվում է մեծամորի բնակչուհու Դին, որի մարմնին նույնպես բռնության հետքեր չեն եղել։ Այս դեպքում եւս որպես պատճառ նշվում է հանկարծամահության փաստը, նաեւ հոսանքահարության հանգամանքը։ Բացառել նշված դեպքերի կապը պարզապես անմտություն կլինի, ու թերևս այդ ուղղությամբ իրավապահներն աշխատում են, սակայն անկախ ամեն ինչից այս օբյեկտի գործունեությունը պետք է ժամանակավորապես դադարեցնել, այլապես ոչ մի երաշխիք, որ չենք ունենա հերթական զոհը։ Ողբերգական ավարտով հաջորդ եւ կրկին առեղծվածային համարվող դեպքը տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին։ Մահացավ Սևանի հարկային տեսչության 41-ամյա Օպերլիազորը։ Հետվթարային աշխատանքները մի քանի ժամ են տևել, սակայն թե ճանապարհային ոստիկանները, թե հետաքննիչը հանձն չեն առել նշելու կոնկրետ պատճառը։ Փաստը միայն, որ Օպերլիազորը հարթ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվելով գովազդային երկաթե վահանակին հայտնվել բաժանարար կանաչ հատվածում։ Ով այդ ճանապարհով երբևէ անցել է, կարող է պատկերացնել վահանակների մեծությունը։ Ցավոք, այս դեպքում եւս հրաշք տեղի չի ունեցել։ 2 օր անց հիվանդանոցում վարորդը մահացել է։ Այս տեսանյութը դիտելիս խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հանգստյան սեզոնով պայմանավորված այս ճանապարհով մեքենաների հոսքը մեծանալու է, որպեսզի խուսափենք նման դեպքերից, անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դժբախտ դեպքերն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անտեսելու հետևանքները տեսանյութում։ Ժողովուրդ ջան, անցնող շաբաթ բախ չվիճակվեց այցելել առաջնագից եւ հերթական անգամ ուրախացնել մեր տղերքին ու նրանց ծնողներին։ Հարց չկա, կարող եք կշտամբել, բայց խնդիրն այն է, որ հիշյալ ժամանակահատվածն այնքան հարուստ էր պատահարներով, որ նույնիսկ քիթ քորելու ժամանակ չունեի։ Ու ներկայացվող դեպքերի ուղիղ կեսի ողբերգական ավարտն ասվածի վկայությունն է։ Սկսեմ մայրաքաղաքի կենտրոնից, որտեղ առավոտ կանուխ 5:30-ի սահմաններում տեղի ունեցածը չի տեղավորվում նույնիսկ երևակայության սահմաններում։ Հիմա կասեք ինչ է եղել, որ խփված մեքենաներ են էլի, տենց տոնաներով ցույց ես տալիս, բայց չէ, հիմա որ դիտեք վթարի պահը, կհասկանաք, թե ինչ եմ ասում։ Ես չեմ, դուք եք,
Դե հիմա ասեք, թե ես ինչ օյնբազությունը անում Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման խաչմերուկում էս կաբրիոլետ Մազդան, այ ընկեր ջան, դու որ խաչմերուկ ես կտրում, բաչես նայեմ դեմդ, խոսքը 24-ամյա Անայնե Հարությունյանի մասին է, աշկիս առավոտ կանուխ էլի չարկատակ է խաղացել ֆիզիոլոգիական գործոնը, այսինքն, երբ մարդը գտնում է կիսաքուն վիճակում, իսկ ինչպես հայտնի է, նույնիսկ մաքուր օդը իզորուչ է թոթափել այդ ծանր բեռը, ի նկատի ունեմ կաբրիոլետի պահը։ Սկորինից է գալիս միջոպե հետ Թվում է, թե այս բացված բարձիկը վարորդի ստացած լուրջ վնասվածքների անխոս վկայությունն է, սակայն իմ ունեցած տեղեկություններով նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նույնը կարելի է ասել թե նրա ուղևորի, թե խորհրդային արտադրության վազի մեջ գտնված վարորդի ու եւս մեկի մասին։ Չնայած ինչպես քանիցս ենք համոզել, նման դեպքերում խորհրդային արտադրության մեքենաները աչքի չեն ընկնում հուսալիությամբ։ Սա հաճելի բացառություն է եւ հուսանք, որ հաջորդ անգամ նրա տերը ժամանակին կհասնի սեղմի արգելակը, երբ որ նկատի, որ ինքը խոչընդոտ է ստեղծում մեկ այլ ավտոմեքենայի համար, քանի որ նա պարտավոր էր զիջել Մազդային։ Էս ինչի ուշացավ ապան։ 5-ից սպասում ենք։ Ուշ չեն զանգել, լավ էլ տոշնի զանգել են, բայց դե գիտեք էլի, ու մինչ ապան կբարյաճի ժամանել տեղափոխվեն Գրիբայեդովի փողոց, որտեղ այս թամաշային ականատես չենք լինի, եթե այս Մերսեդեսի վարորդը ցուցաբերեր զսպվածություն, բայց ինչ զսպվածության մասին խոսք կարող է լինել, եթե վերջինը ոչ տանում ոչ բերում է մեծ արագության բախվում է ուշադրություն կայանված X5-ին, այդ բախումն էլ այնքան ուժեղ է լինում, որ X5-ն էլ բախվում է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen-ին։ Թե ասա ինչ է այդքան ծավալուն դեպքի նկարագրության վրա, հենա միայն ամենագնացի բացակայող անվահեզն է հուշում, թե ինչ է կատարվել նկարահանումներիցս մոտ կես ժամ առաջ։ Ընդ որում, այս վիճակը նաև հիշեցնում է բիլիարդի հայտնի Սվոյ շարի պահ, այն որ խփում են ուրիշի շարին, բայց հենց խփողն է հայտնվում լուզային։ Նման կերպ, հարվածից հետո Մերսեդեսն ինքն հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում ու մինչև իմ ժամանումը կատվածահար արել տեղի երթևեկը։ Էներգուս կանված են, չէ՞։ Բրթետարը թե ու քանի որ BMW ամենագնացն ու Volkswagen-ը կայանված են եղել ու նրանցում մարդ չի եղել, վիրավոր պետք է լիներ միայն Mercedes-ից, բայց պարզվեց, որ Mercedes-ի վարորդին էլ բան չէր եղել։ Ինքը իր ոտքով հեռացել էր, չմոռանալով հեռանալուց առաջ համարանիշներ հանել եւ խցկել սալոնը, այսինքն որոշել էր սատանի մայլում քանդր բազություն անել։ Հեսը համարանիշները 34 582 Տնաշեն, մի համարանիշներ լինեն ինչ որտեղ հասկանայ, բայց սրանք սկի դու չես հիշի, էլ պահելու իմաստը որն է, այդուհանդերձ այս դեպքը եւս մեկ անգամ վկայում է, որ մարդիկ սկի չեն կարա հանգիստ մեքենա կայանեն։ Ոչ մի երաշխիք չկա, որ չի հայտնվի մի թաթալաբազ ու ձեզ լրացուցիչ ծախսի տակ գցի։ Եթե չսխալվում է։ Իսկ այս դեպքը բացառապես պայմանավորված է ճակատագրի գործոնով։ Այն ի սկզբանե կանխորոշված էր ու վարորդի համար կանխատեսելի։ Հիմա կասեք, թե ես ինչա Շամշյանը այդքան խորացել այս Մոսկվիչի վրա։ Բա ոնց չխորանամ։ Այս Մոսկվիչի վարորդը պարզվում է շատ է նայել Ռազանովի ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքը անուշ հայտնի կատակերգությունը, որտեղ հերոսը տհաճ իրավիճակից դուրս գալու համար տալիս է հետևյալ բացատրությունը։ Каждый год 31 декабря мы с друзьями ходим в баню. Եվ ուրեմն Մոսկվիչի վարորդ Լոռու Գարգար գյուղի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Մուրադյանը ամեն տարի այսօրը Խայսատունի վթարի ենթարկվելու, այսինքն կապ չունի, եթե իրենց գյուղի այս հատվածում չբախվեր, միևնույն է, մեկ այլ տեղում էր բախվելու։ Նույն պատմությունը նույն օրը եղել է նաև անցած տարի։ Ճակատագրի գործոնի պահ հաստատում է նաև այն հանգամանքը, որ երիտասարդին ոչ մեկ չի դրդել նման վիճակում հայտնվել, այսինքն նենց չի, որ կողմնակի մեքենա է պատճառ եղել։ Մարդը ինքը իրանով տրադիցիան չխախտելու համար գնացել ու բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին։ Տեսակ չէ, եթե չլիներ ճանապարհի եզրին բետոնե արգելապատնեշը, ապա Մոսկվիչը մի քանի մետր բարձրությունից կհայտնվեր գետում, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի փրկել Մուրադյանին վնասվածք ստանալուց։ Վերջինս գլխի սալջարդ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց, որտեղից էլ Երևան։ Հուսանք ուղեղին շատ բան չի եղել, թե չէ ստիպված հաջորդ տարի հունիսի 12-ին պիտի գնանք այդ գյուղ ու աթանդակ կանգնենք, թե երբ Մուրադյանը հերթական տրյուկը կատարելու։ Առողջություն այ աղբեր, այդ ավանդույթներն էլ փոխի, քիչ մը վտանգավոր են։ Պահ, ես ինչ են կանելու, ճիշտ է, քեֆ են կանելու, ինչով են գնալու, այո, բենթլիներով ու բրաբուսներով, ուր ենք մեկնելու, ելով դիմանա, Զվարթնոցի տաճար, երևի հենց այս հաճելի պահերի ազդեցության տակ են եղել 0100 համարանիշներով բենթլի ու բրաբուսի եւ մեկ այլ բրաբուսի վարորդները, հազիվ առիթ անձեռվել տղերքով մի բաժակ բան խմենք, մեր աղբոր հարսանիքը շնորհավորենք, հարց չկա, էլի խմենք, բայց առիթների թիվը մեկով ավելանալու է։
Տունը շինվածները այնքան անհամբեր են եղել մի բաժակ բան իրար հետ խմելու հարցում, որ ոչ տարել, ոչ բերել են, բախվել են իրար։ Տատելով բախման ուժգնությունից ի սկզբանե էր պարզ էր, որ նույնիսկ վիրավոր չի լինի։ Ու փառք Աստծո, չնայած դրան, այս պատկերը բավականին մեծ տպավորություն էր թողնում անցնող գնացող վարորդների վրա։ Ոչ մի կերպ չէին հասկանում, թե այս հարսանքավորները ինչ են ստոպ կադրի տակ մնացել։ Ու քանի որ տեղեկացա, որ շարասյունը մեկնում էր Զվարթնոց տաճար մասնակցելու հարսանեկան արարողությանը, խորհուրդ տվեցի վարորդներին մի մոմենտ կտրվել ընդհանուր մասայից ու գնալ մի մոմ վառել։ Երջանիկ ավարտի համար։ Ճիշտ է, այս դեպքում ամեն ինչ լավ ավարտվեց, բայց քիչ չեն դեպքերը, երբ հարսանեկան արարողությունների ընթացքում դժբախտ դեպքեր են գրանցվում։ Մեզանում կարծես ավանդույթ լինի, որ երբ հարսանիք է, ուրեմն կարելի է վարել ոնց ուզես եւ երբ ուզես։ Տենց չի, ժողովուրդ ջան, ամեն ինչ իր համն ու հոտը ունի, ու եթե ցանկանում եք լիարժեք ուրախանալ, ուրեմն պետք է ձգտենք չափ ու սահմանը պահենք։ Այ հենց նման դեպքերի համար եմ ասում, այո, ուրախության պահերը պետք է վերահսկել ու խոսքը հատկապես օրենքի պահապաններին է վերաբերում։ Սա այն դեպքերից է, որ ուրախությունն ավարտվել է ողբերգությամբ։ Ասեմ, որ այս Opel-ի ղեկին եղել է Արմեն Դերցյանը, որը Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն է կամ պետն էր։ Ինչու եմ անցած կատարյալ ժամանակը նաև մեջբերում, քանի որ տեղյակ չեմ, թե արդյոք այս պատահարից հետո նա չի հեռացվել պաշտոնից։ Բանն այն է, որ Վանաձորի Վարդանանց փողոցում մահվան ելքով վրայերթի հեղինակը ըստ հավաքվածների վերադառնալիս է եղել ինչ-որ միջոցառումից։ Լավ, հասկացանք, երևի արժանի է եղել, որ նշանակել են, բայց այս կինը ինչ մեղք ուներ։ Խոսքը Վանաձորի բնակչուհի Գրետա Հարությունյանի մասին է, որը վրայերթի ենթարկվելուց հետո տեղում մահացել է։ Տեսնում եք այս դույլը։ Կինը տանից դուրս է եկել աղբը թափելու նպատակով ու ինչ, վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի մասին անմիջապես ահազանգել է իր անմիջական ղեկավար Շարմազանովին, որը համատեղության կարգով ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովի եղբայրն է եւ հայտնել եղելությունը։ Տեղում աշխատող քննիչների, փորձագետների խոսք ու զրույցից հասկացա, որ վարորդը եղել է սթափ, սակայն գերազանցել է սահմանված արագությունը, ու դա այն դեպքում, երբ նման երկրորդական փողոցներում սահմանված արագության գերազանցումը ուղղակի անթույլատրելի է։ Հավելեմ, որ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն։ Վանաձորում այս դեպքը լուսաբանելիս շարունակ լսում էի խոսակցություններ, թե ինչպես է Շամշյանը այդքան շուտ հասել դեպքի վայր։ Ասեմ ժողովուրդ ջան, քանի որ մինչ այդ գտնվում է Սպիտակի ոլորաններում, որտեղ առեսվածային պայմաններում մահացել էր այս բեռնատարի վարորդը 37-ամյա Գարիկ Հովհաննիսյանը։ Ինչու առեսվածային հարցը կարծում եմ տեղին չէ, քանի որ ինչպես տեսնում եք, մեքենան առանց որևէ մեկի օգնության եւ չգիտես ինչպես դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշներին, հայտնվել դաշտում։ Ախր արգելակման տեղ էլ չկա, ուրեմն հավանական է հանկարծամահ է։ Լավա ուրիշ ավտոների չի։ Կարևորն է դա, որ դեմը ավտո չի առել։ Դեպքի վայրում մասնագետները չէին բացառում, որ մինչև հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը վարորդի ինքնազգացողությունը վատացել է եւ նա հանկարծամահ է եղել։ Իհարկե, շատերը կզարմանան, թե ինչու երիտասարդը պետք է հանկարծամահ լիներ, սակայն ժողովուրդ ջան, նման մի քանի դեպք ներկայացրել են ու հաստատ այս անտեր հիվանդությունները այնքան են երիտասարդացել, որ էլ տարիք-մարիք չեն հարցնում։ Էլ ուր մնաց բեռնատարների վարորդների մասով, որոնք գիշեր-ցերեկ լարված ու գերօգնած վիճակում վարում են։ Տեղ կարող կողաշրջվել։ Տես առույա չէ։ Իդեպ տեսանյութը արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ իրոք վթարի պատճառը եղել է վարորդի հանկարծամահ լինելը, ինֆարկտը։ Հավաքվածները ասում են, որ այս դեպքը եւս մի վկայությունն է այն մասին, թե ինչպես են որոշ ընկերություններ այս դեպքում մանանան գրեը անխնա շահագործում վարորդներին։ Մենք էլ հուսով ենք, որ Լոռու մարզի քննչական վարչությունը օբյեկտիվ քննության ընթացքում կպատասխանի քաղաքացիներին մտահոգող խնդրին, մասնավորապես արդյոք խախտվել են աշխատանքային պայմանները եւ երթուղի դուրս գալուց վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Մայրաքաղաքի Քանաքեր Զեյթուն համայնքում տեղի ունեցածը մինչև հիմա աչքիս առաջ է, եւ ուրեմն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Լեպսուսի 37 շենքի 17 բնակարանում ծուխ է նկատվում։ Ուղևորվեցին նշված հասե, եւ դեռ շենք չհասած նկատեցի ոստիկանական մեքենաներ, որոնք կարծես վկային, որ այստեղ ինչ որ բան այնպես չէ։ Այ դա ծխախերտ է եղել էլի։ Ոտը չէ։ Հասնելով նշված բնակարան ներսում մարդկային կուտակումներ նկատեցի։ Եվս մի փոքր առաջ գնալով գետնին ընկած մարդ տեսա։ Պարզվեց տանտերն է, 87-ամյա Անդրանիկ Ահարոնյանը, ով միշտ փրկարարների եւ ոստիկանների ժամանումը մահացած է եղել։ Փաստորեն, ինչպես նշեց նաեւ դատաբժիշկը, նախնական եզրակացությամբ տարեց մարդը ծխախեղտ է եղել, ու քանի որ ահազանգը ստացվել էր առավոտ կանուխ, չէին բացառում, որ պապիկը քնած է եղել։ Էդի հոսանքա, բան չի, անտենա չի, սա վտան, մենա նայ։ Պիծիվնիկա սարքես մարդը։
Անտենայից։ Կարծես արդեն հասկանալի է, չնայած վերջնական արդյունքները պարզ կլինի նախաքննության ավարտից հետո, հավաքվածները նշում են, որ եղել է կարճ միացում, ինչից փոքր հրդեհ է առաջացել, ինչն էլ դարձել է պապիկի ծխախեղտ լինելու պատճառ։ Լավ է, որ օպերատիվ ծառայությունները շուտ են ասել, այլապես հրդեհը կարող էր տարածվել ամբողջ տնով մեկ։ Հարևանները ասում են, թե պապիկը միայնակ էր բնակվում, չնայած ուներ 2 աղջիկ։ Չգիտես էլ ինչ ասես նման դեպքերում։ Ահավոր բան է, երբ մարդը կյանքի մայրամուտը միայնակ է դիմավորում։ Հատակին թափված են հագուստի հատվածներ, մասամբ այրված վիճակում։ Իսկ այս մի դեպքը կարելի է ասել առավել քան առեղծվածային է։ Ասացեք խնդրեմ, ինչպես է ստացվում, որ մի օբյեկտում 10 օրվա մեջ մահվան 2 դեպք հարցնագրում։ Բա, ես էլ չեմ հասկանում։ Տպավորությունը, թե այստեղ մի սատանա է մտել ու դուրս չի գալիս։ Խոսքը Արմավիրի մարզի Ակնալիշ գյուղում գտնվող Պապլավոկ ռեստորանի մասին է։ Ավելի շուտ միայն ռեստորան չի, նաև մոթել է։ Մտելը լող չէ, դա։ Ոստեղ ագը դպուն ամես է։ Կարոջը եկել է աղպետ տեսել անգեր, արիտ գնգատ, երև էպելեսիա է բնենգատ, մատերը կողել է, բերանը ենա, որ լեզուն քաշի մաշի։ Ահազանգը կրկին ստացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոնից։ Ասել են, թե շտաբօգնության հերթապահ կանչով մեկնել է Պապլավոկ, որտեղ համարներից մեկի լոգարանում կնոջ դի է հայտնաբերել։ Պարզեցի կնոջ տարիքն ու ինքնությունը։ Մեծամորի բնակչուհի էր, 43-ամյա կինը կամ հանկարծամայ է եղել, կամ լոգանք ընդունելիս հոսանքահարվել է։ Ամենայն դեպս դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան։ Լսում եք, չէ՞ ջրի ձայնը, ինչը նույնպես հուշում է, որ կինը լոգանք ընդունելիս է եղել։ Համալիր մոթելի տերերը աչքից չեն փակել կռանդը, որ քննությանը չվնասեն։ Գուցե այդպես է, բայց փաստն այն է, որ այս դեպքից մեկ շաբաթ առաջ նույն հյուրասենակի լոգարանում հայտնաբերվել է նաև Էջմիածնի ճանճնի պետի Մայիսիդին, որը նույնպես լողանալիս հանկարծամայ է եղել։ Այս է արդեն բազում կասկածներ է հարուցում, ու իրավապահները պետք է պարզեն, թե արդյոք 2 դեպքերի միջև կապ կա, իսկ մինչ այդ ճիշտ կանեն այս օբյեկտը պլոմբեն, թե չէ ոչ մի երաշխիք չկա, որ մի 10 օր հետո հերթական հանկարծամային չեն հայտնաբերի։ Կոֆեի բաժակը խանգած։ Եվ վերջում Կոտայքի մարզը ցնցած վթարի մասին, երբ ուղևորվում է Չարաբասիկ Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կիլոմետրը, չէ պատկերացնում, որ ազանգողները չեն չափազանցրել, սակայն հասնելով դեպքի վայր ու տեսնելով այս պատկերը, համոզվեցի, որ գույները չեն խտացրել։ Դեպքի վայր հասնելուց 10 րոպե առաջ Հրազդանի փրկարարները սրտացավ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել 41-ամյա Ոսկան Աղաջանյանին, որը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Հրազդանի հիվանդանոց։ Ոտերը բանը ստեղ էր, մեջը լրիվ։ Հա, իր ոտերը մեջ այնա կոշիկը։ Հա, դի կոշիկն է։ Դի կոշիկն է, ինքը օբշի մեջն էր, լոկոդրված է սարոլի ձողը։ Ինքը ստեղ էր, այստեղ նստած իր։ Հատուկ տեխնիկա օգտագործեցիք։ Մեր շելած հնարավորություններով հանեցին գիրանարանքից, լրիվ կոդրված բան։ Իսկ ինչ պայմաններում է այս պաջերոն վերածվել մետաղե ջարդոնի, կարծնեք դուք։ Պարզումը Աղաջանյանը Սևանից Երևան ընթանալիս գերազանցելով սահմանված արագությունը երթևեկելու գոտուց դուրս եկել բաժանարար գոտի եւ հարվածել ու տապալել գովազդային այս հսկա երկաթյա վահանակը։ Թերևս երջանիկ պատահականություն է եղել, որ այդ պահին հանդիպակաց գոտիով անցնող տրանսպորտային միջոցներ չեն եղել։ Հակառակ դեպքում պատկերն ավելի սարսափելի կլիներ։ Մի քանի ժամ էլ պահանջվեց, մինչև գովազդային վահանակը ճոպաններով դուրս բերեցին ու ճանապարհը հազիվ դարձավ անցանելի, սակայն սարսափելին հետո պետք է լիներ։ Օրեր անց տեղեկացանք, որ Աղաջանյանը, որն աշխատում էր հարկային ծառայության Սևանի բաժնի օպերլիազոր, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Ցավակցելով մահացածի հարազատներին, հերթական անգամ վարորդներին զգոնության կոչ են կանում, առավել եւս, որ Սևանի սեզոնը կարելի է բացված համարել։ Շատ արագ է, ահավոր։ Այս իրա։ Հա։ Հլե հետ։ Էսի կռանը ամենաճիշտը կռանը բարձրացի դնի քարշակի վրա։ Գագիկ Շամշամ, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հունիսի 26-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։